Թրամփն ամռանը չի հանգստանում։ Մինչև շատերը կարծում էին, թե 80-ամյա նախագահն ավարտել է ինչ-որ կառույցներ փակելու, կասեցնելու գործունեությունն ու անցել էր ավելի լուրջ հարցերի, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն, Թրամփը նոր որոշում ունի։ Հրամանագիր է ստորագրել, որով արգելել է 12 երկրի, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Սա պետք է հասկանանք որպես հավանաբար ճնշման նաև գործիք Իրանի նկատմամբ, այսինքն բանակցությունների իհարկե ընթանում են, բայց լրացուցիչ ըստ սանկցիաներ են կիրառում Իրանի քաղաքացիների հետ, սա նշանակում է լրացուցիչ կարծես թե բանակցություններում Իրանի նկատմամբ ճնշում է ակնհայտ է, եթե բանակցությունները գնան նորմալ հունով, եթե հաջողության հասնեն, ապա դա կնշանակի, որ սահմանափակումները Իրանի նկատմամբ բոլոր սահմանափակումները կարող են դուրս գալ։ Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի։ Եվս 7 երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք։ Ու որքան էլ զարմանալի է, Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների ֆոնին Վաշինգտոնը Թեհրանին ներառել է ահաբեկչության պետական հովանավոր երկրների ցանկում, ինչն էլ հիմք է հանդիսացել մուտքի արգելքի կիրառման համար։ ԱՄՆ-ի քաղաքականությունը, այս կողմ քաղաքականությունը Իրանի նկատմամբ նորություն չէ, իրենք միշտ Իրանը համարել են չարիքի առանցքի մաս համարող երկիր, եւ Իրանի նկատմամբ ծանր պատժամիջոցները նորություն չեն, դա վերջին 20-30 տարիներին անընդհատ ուժգնացող քաղաքականություն է։ Իրականում, բայց դա որևէ ազդեցություն չի ունենալ միջուկային գործարքի վրա, որովհետեւ ավելի շատ անհատական պատժամիջոց է, քան երկրի վրա սահմանված պատժամիջոց։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այս գործողության պատճառը հակասեմական հարձակումն էր։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում կնոջ եւ երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտացին ազատություն Պաղեստինին գոռալով մոլոտովի կոկտեյլեր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր 15 մարդ, այդ թվում հոլոքոստը վերապրած թոշակառու։ Թրամփն այսպիսով իբրև թե պաշտպանում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը, կանխելով արտասահմանյան ահաբեկիչների մուտքը։ Ակնհայտ է, որ Նման սահմանափակումները իհարկե ընդհանրապես փորձ են միայն ահաբեկչության դեմ պայքարելու տեսանկյունից եւ բնական է ամբողջությամբ դրա դեմ նարը չի լինի, որովհետեւ վերջի Միացյալ Նահանգները լուրջ խնդիր ունի ահաբեկչության հետ եւ պետք է հաշվի առնենք, որ պատմության ամենամեծ ահաբեկչությունը վերջի համարվում է Միացյալ Նահանգներում տեղի ունեցածը սեպտեմբերի 11-ին 2001 թվականին, այնպես որ ես կարծում եմ, որ սա ընդհանրապես գործիքներից մեկն է, որը Թրամփը կիրառում է։ Նախկինում Իրանի պաշտոնյաները նմանատիպ արգելքներին արձագանքել են, դրանք որակելով որպես ռասիստական եւ իսլամաֆոբ քաղաքականություն։ Օրինակ 2017 թվականին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Թրամփի մուտքի արգելքը, այն անվանելով անարդար եւ հակաիրանական։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները այնքան սովորական են դառել, ամեն անգամ այլևս օր չկա դրանց անդրադառնալու նոր հայտարարություն տարածելու։ Կարմիր պահ, որ գրեթե ամեն շաբաթ մի նոր պատժամիջոց էին սահմանում Իրանի նկատմամբ եւ անհատական եւ երկրի եւ անհատական մակարդակում եւ ամբողջ երկրի նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ կլինեն հայտարարություններ։ Իրանը բազմազգ եւ բազմալեզու երկիր է։ Հրամանագրի ընդունումից կտուժեն բոլոր այն քաղաքացիները, որոնք այլ ազգի ներկայացուցիչ են, բայց անձնագրով այդ երկրի քաղաքացի են։ Այս մասով չկա որևէ կարգավորում։ Սա պետք է հասկանանք, որ բնականաբար ուղղված է ոչ թե ինչ-որ կոնկրետ ազգությունների դեմ, այլ բնականաբար ուղղված է հենց Իրանի քաղաքացիների դեմ եւ ցանկացած քաղաքացի կամ ցանկացած անձով իրանական անձնագրով մուտք գործի կփորձի գնալ Միացյալ Նահանգներ, բնականաբար այդ արգելքին կհանդիպի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ միգուցե լինեն այդ թվում նաև հայերով երկրաքաղաքացիություն ունեն, կարծում եմ նամախնդիր չեն, որտեղ վերջի այդ պատժամիջոցը տարածվում է հենց Իրանի քաղաքացիների վրա։ Իդեպ Թրամփը սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։